Վաղը չգիտի քո անունը։ Մենք հաճախ ասում ենք. վաղը կսկսեմ ապաշխարել, վաղը կփոխվեմ, վաղը կթողնեմ մեղքը։ Բայց ուշադիր լսիր, վաղը խոստումներ չի տալիս, վաղը չգիտի քո անունը, քեզ տրված է միայն այսօրը։ Աստվածաշունչը չի ասում. եթե լսեք Աստծո ձայնը վաղը, մի խստացրեք սրտներդ, այլ ասում է. եթե լսեք Աստծո ձայնը այսօր, մի խստացրեք ձեր սրտերը։ Եբրայեցիներ 3:15։ Այսօր է այն օրը, երբ կարող ես ընտրել նոր կյանքը։ Այսօր է այն օրը, երբ կարող ես ներել, ապաշխարել, վերակենդանանալ։ Վաղը գուցե պարզապես չգա, իսկ դու դեռ կփոշմանես չարածիդ համար։ Աստված գործում է այս պահին, ոչ վաղը, ոչ մեկ շաբաթ հետո, այլ հիմա։ Երբ լսում ես այս խոսքը հենց հիմա, նա թակում է սրտիդ դուռը, և դու ընտրում ես բացես, թե էլի հետաձգես։ Մեծ որոշումները վաղվա օրացույցի մեջ տեղ չունեն, դրանք կայացվում են այսօր, և հենց այդպես է սկսվում նոր կյանքը, ոչ թե վաղը, այլ այսօր։